Քրիստոս հարյավի մեռելոց։ Սկզբից էր բանը, և բանը Աստծո մոտ էր, և բանը Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր, և լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես, սա եկավ, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան, ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին։ Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին, իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ։ Նրանց, որոնք իր անվանը կհավատան, նրանք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Եվ բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը նման այն փառքի, որ Հայրն է տալիս միածնին, լի շնորհով և ճշմարտությամբ։ Հովհաննեսը վկայում էր նրա մասին, ազդարարում և ասում. «Սա է, որի մասին ասացի, նա, որ իմ ետևից է գալու, ինձանից առաջ եղավ, որովհետև ինձանից առաջ կար։ Մենք բոլորս նրա լիությունից ստացանք շնորհ շնորհի փոխարեն, որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միայն միածին Որդուց, որ Հոր ծոցում է, նա հայտնեց նրան»։ Օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, բայց շնորհը Հիսուս Քրիստոսի միջոցով եղավ։ Այսօր Սուրբ Հարության տոնից հետո, Զատկից հետո առաջին կիրակին է, որ կոչվում է կրկնազատիկ կամ նոր կիրակի։ Ընդհանրապես մեր կյանքը միշտ ընթացք կա հնից դեպի նոր, անընդհատ մարդը ձգտում է նորի, ամեն մարդկային ողջ կյանքը։ Եթե հետ նայենք առաջի մարդուց սկսած, ինչքան նոր բաներ կա աշխարհի մեջ։ Մարդը անընդհատ ձգտել է նորացնել իր կյանքը, նորոգել իր կյանքը, նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ, նոր գիտելիքներ, նոր կենցաղ, նոր զվարճություններ, նոր զբաղմունքներ, նոր մասնագիտություններ, այս բոլոր նորությունների ձգտումը մի բանի համար է, մարդու կյանքը երջանիկ դարձնելու։ Իհարկե, ես իմ թված բոլոր բաները չի, որ տանում են երջանկություն։ Բաներ կան, որ հակառակը մարդուն տանում են դժբախտության, ոչ թե երջանկության։ Բայց այդ նորը փոփոխությունը անընդհատ մարդուն պետք է։ Անընդհատ մարդը պիտի գնա դեպի նորը, նորոգությունը։ Եվ այսօրվա կիրակին էլ նոր կիրակի է կոչվում, որովհետև եղավ ամենամեծ փոփոխությունը աշխարհի մեջ։ Ինչ էր։ Քրիստոսի հարությունը։ Քրիստոս հարություն առավ մեռելներից։ Քրիստոսն եկավ իր տնօրենությամբ, Աստված իր տնօրենությամբ մարդկային կյանքը փոխելու եկավ, նորոգելու եկավ, նորը մեզ տալու եկավ։ Ինչ նոր։ Ճշմարիտը, որովհետև մարդը Աստծուց հեռանալով կորցրել էր ճշմարիտ ընթացքը, կորցրել էր այն աստվածային շնորհները և առաքինությունները, ինչի մեջ Աստված մարդուն դրել էր և հաստատել էր։ Ինչի պատճառով։
Աստծուն մերժելու պատճառով, ինչի պատճառով, Աստծուց հեռացած լինելու պատճառով։ Մարդը կորցրեց այդ ամեն ինչը։ Եվ ամբողջ Աստվածաշնչի ընթացքը մեզ մի բան է ցույց տալիս։ Աստված անընդհատ մարդու փոփոխվելու վրա է աշխատում։ Աստված ուզում է, որ մարդը կատարյալ դառնա։ Նույնիսկ Եդեմի պարտեզում, երբ մարդը դեռ չէր մեղանչել, Աստված օրենք տվեց մարդուն, որի միջոցով մարդը պիտի ավելի բարձրանար, ավելի կատարյալ լինել։ Որ օրենքներ, պահքի օրենքը, արգելված պտուղը չուտելու օրենքը։ Բայց մարդը բարձրանալու փոխարեն, եւ եկեղեցական հայրերն ասում են, եթե մարդը պահքի օրենքը պահեր դրախտում, չուտեր արգելված պտուղը, մարդը պիտի գնար միանգամից երկնքի արքայություն։ Դրախտը երկնքի արքայությունից ցածր տեղ էր։ Բայց մարդը օրենքը չպահելով դրախտից ընկավ ավելի ցածր տեղ, այս երկիրն ընկավ։ Դրախտը ասում է երկնքի եւ երկրի միջասահմանում էր գտնվում։ Մարդը չպահեց եւ մարդը չբարձրացավ, այլ ընկավ։ Եվ Աստված մարդուն սկսեց խնամել, խնամք տանել, որպեսզի մարդը փոխվի, մարդը նորոգվի, նոր դառնա։ Սկզբից նախահայրերի միջոցով, հայրապետների միջոցով էր խրատում։ Սեթի, Ենովքի, Նոյի, Աբրահամի եւ այլն։ Հետո Մովսեսի միջոցով օրենք տվեց, որ այդ օրենքով մարդուն փոխի, նորը դարձնի։ Բայց այս ամեն ինչը նորոգվելու ճանապարհին, կատարյալ նորոգության հասնելու ճանապարհին միջոցներ էր դաստիարակելու համար մարդուն։ Եվ մենք էլ մարդիկս մեր ընտանիքների մեջ լավ թե վատ, կարողանալով, չկարողանալով, որ փորձում ենք մեր երեխաներին դաստիարակել, նպատակը մեկն է, որ իրենք ավելի նոր դառնան, ավելի լավը դառնան։ Ուրիշ բանի համար մենք չենք դաստիարակում մեր երեխեքին, որպեսզի իրենք լավը դառնան։ Մենք ուզում ենք մեր կենցաղը փոխենք, որպեսզի մեր կենցաղը ավելի լավը լինի, հարմարավետ լինի։ Մենք ուզում ենք մեր գիտելիքը շատացնենք, որպեսզի կարողանանք ավելի լավ ապրել, ճիշտ ապրել այս աշխարհի մեջ։ Եվ Աստված էլ օրենքը տալով մարդուն դաստիարակում էր սրա մեջ։ Ի վերջո այդ օրենքի ամեն ինչի լրում եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ եկավ, որպեսզի աշխարհը փոխվի, աշխարհը նորոգվի, աշխարհը նորը դառնա, վերածնվի, վերակենդանանա աշխարհը։ Եվ այդ ամեն ինչը արեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ վերջնակետը Քրիստոսի հարությունն էր։ Իր խաչելությամբ մաքրեց աշխարհը մեղքից, իր հեղված արյամբ աշխարհի մեղքը մաքրեց։ Իր զոհաբերությամբ մեր բոլորի մեղքի պարտքը վճարեց Քրիստոս եւ իր հարությամբ հաղթեց մահվանը, մեղքին, աշխարհին եւ կյանք պարգևեց բոլորիս։ Այդ անցած կիրակին էր։ Քրիստոսն արեց իր գործը։ Ինչ ամնում։ Մեզ հրավիրել է, որ այդ նոր ընթացքի մեջ նորոգ կյանքով ապրենք։ Մենք երկու որոշում ունենք։ Կամ որոշում ենք նորոգել մեր կյանքը Աստծո օգնությամբ, կամ որոշում ենք մնալ հին վիճակի մեջ։ Եթե մնացինք հին վիճակի մեջ, ուրեմն Քրիստոսի արած ամեն ինչը, Աստվածային ամբողջ տնօրինական խորհուրդը մեր փրկagorցության իզուր ենք դարձնում մենք։ Եթե մենք չենք ուզում փոխվել, եթե մենք ուզում ենք նույն վիճակի մեջ մնալ, եթե մենք ուզում ենք փոխվել, այսօր նոր կիրակի է, Քրիստոս հրավիրում ասում է, եկեք, նորոգեք ձեր կյանքերը։ Ինչպես նորոգենք մեր կյանքը։ Այն ինչ որ մեզ հեռու էր պահում Աստծուն, այն ինչ որ մեզ հեռացնում էր Աստծուն, այն ինչ որ մեզ Աստծո ճանապարհով չէր տանում, այն ինչ որ մեզ մեղքի էր տանում, դրանցից պիտի հրաժարվենք եւ ընթանանք այն ճանապարհով, ինչի մեջ Աստված մեզ կանչել է։ Հեշտ չի, նորոգություն ակնթարթի բան չի։ Հեքիաթային բան չի, հրաշք չի, որ կախարդական փայտիկը խփեն գլխին ու մարդը նորը դառնա։ Ոչ էլ երկու խոսք ասեն, մարդը նորոգվի։ Բա ի՞նչ է, սա ընթացք է։
Եվ մենք բոլորս մեր փորձից գիտենք, թե մենք բարին ինչքան դժվար ենք ձեռք բերում։ Քայլ առ քայլ, ժամանակ առ ժամանակ, հազիվ մի չար սովորությունից կամ մի սխալ բանից ժամանակի մեջ տանջանքով, տքնանքով, տառապանքով կարողանում ենք ինչ-որ հաջողության հասնել, բայց չարը ինչքան արագ է ստացվում։ Մի ակնթարթում մենք կարող ենք այդ ամեն ինչը կորցնել։ Մի ակնթարթում մենք կարող ենք ընկնել։ Դրա համար էլ Աստված մեզ կյանք է տվել, ժամանակ է տվել, որ այդ ժամանակի մեջ մենք նորը դառնանք, մենք նորոգվենք։ Առաքյալը ասում է, ոչ թլպատությունն է մի բան, ոչ էլ անթլպատությունը, այլ նոր արարած լինելը։ Աստված ուզում է, որ մենք նոր արարածներ լինենք, նոր մտածելակերպով։ Իսկ ի՞նչ է նոր մտածելակերպը, որ մեր մտածելակերպը, մեր աշխարհ հայացքը, մեր աշխարհ ընկալումը, մեր ձգտումները, մեր նկրտումները, մեր իղձերն ու փափակները ուղղված լինեն դեպի Աստված, ուղղված լինեն դեպի երկնքի արքայություն։ Մեր առաջնորդող օրենքը լինի Սուրբ Ավետարանը, Աստվածաշունչը։ Մեր օրենքները, որոնցով կյանքում պիտի ապրենք ու շարժվենք, լինի աստվածային պատվիրանները։ Էս է ուզում, էս է ճանապարհը, այլապես մենք չենք նորոգվի։ Մենք եթե մենակ ասենք Քրիստոս հարյավ իմեռելոց եւ մի հատ լավ զատիկ նշենք ու դրանից հետո ոչ մի բան չփոխենք մեր կյանքում, անիմաստ բան է դառնալու։ Ուրեմն այսօր նոր կիրակի է եւ այդ նորը պիտի գա ինչի միջոցով, Քրիստոսի հարության միջոցով։ Դրա համար այսօր կոչվում է նաեւ կրկնազատիկ, այսինքն զատիկը պիտի անընդհատ մեզանում կրկնվի։ Քրիստոսի հարության խորհուրդը անընդհատ մեր մեջ պիտի մնա։ Մենք պիտի անընդհատ այդ խորհրդով ապրենք։ Որտեւ Աստված մեզ համար ամեն ինչ արել է։ Եվ եթե մենք չենք օգտվում Աստծո արածներից, ինչ որ Աստված մեզ արել է, ինչ մեզ կմնա, միայն դատապարտություն։ Աստված ամեն ինչ նորոգեց, եկեղեցին նորոգեց, մինչև Քրիստոս, մինչև Քրիստոսի հարությունը եկեղեցին չկար։ Եկեղեցին որպես այդպիսին մովսիսական օրենքներ, հրեական եկեղեցիներ, հրեական տաճարներ, հրեական օրենքներներ։ Քրիստոս իր հարությամբ նոր քրիստոնեական եկեղեցին հաստատեց, որտեղ կատարում է շնորհաբաշխում, պատարագը նորոգեց, որտեղ մինչև Քրիստոսի հարությունը, խաչելությունը պատարագվում էին անասուններ, կենդանիներ էին զոհաբերում։ Հիմա Քրիստոսն ինքն է զոհաբերվում։ Եթե 5 տակարանում որպես երկնքից իջած կերակուր մարդկանց տվեց մանանան, հիմա Քրիստոս որպես կերակուր իր մարմինն ու արյունն է տվել մեզ, որպես հավիտենական կյանքի կերակուր, որպես փրկության միջոց, որպես մեղքերի քավության եւ թողության միջոց։ Եվ Քրիստոսն ասում է, գնացեք, աշխատեք, ոչ թե կորստյան կերակրի համար, այլ այն կերակրի համար, որ կյանք է տալիս աշխարհին, հավիտենական կյանքի կերակրի համար։ Շատ կարևոր է մենք, որ այս բանը ընկալենք եւ ամեն օր նոր կիրակից սկսած, նոր կիրակին սկիզբն ավարտը չի։ Մի process է սկսում է մի ընթացք, կիրակիների մի շղթա, որի առաջին կիրակին նոր կիրակին է, որտեղ անցած կիրակի զատկին տեղի ունեցել այն ինչ որ Աստված պիտի աներ։ Հիմա ասում է դե ընթացեք։ Առաջին կիրակին նոր կիրակին է եւ այդ նոր կիրակի խորհրդով ընթացեք ձեր բոլոր կիրակիները, ընթացեք ձեր կյանքի բոլոր օրերը, օր-օրի փոխվելով, անընդհատ փոխվելով, անընդհատ մտածելով, մեղքից հրաժարվելու, առաքինության մեջ աճելու, խավարը մերժելու, դեպի լույսը գնալու, ցանկությունը, ախտը, մեղքը թողնելու եւ դեպի Աստծո սերը, լույսը, կյանքը գնալու, առաքինություն գնալու։
նոր կիրակի։ Եվ այս ամեն ինչը սկսվեց մեկ բանով. մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարության։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս։